Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Օհանյան։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ուզում եմ նախ գնահատենք իրավիճակը սահմանին, տևական ժամանակ է կրակոցներ են լսում Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները, իսկ Պաշտպանության նախարարության պատասխանը այդ մասով չի փոխվել, նշում են, թե կրակոցները թիրախային չեն եւ ստացվում է, թե այս մասով Պաշտպանության նախարարությունը առնվազն հրապարակային խոսքում անհանգստություն չունի, բայց իրականում ինչ է կատարվում սահմանին եւ որն է Ադրբեջանի նպատակը։ Նախ օգտվելով առիթից թույլ տվեք այսօր ապրիլի 7-ն է, շնորհավորել մեր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին, մայրության եւ գեղեցկության տոնի արդիվ մարդկանց, ովքեր մեր հետ, տղամարդկանց հետ այս դժվար իրավիճակները կիսում են եւ ցանկանալ հաջողություններ։ Անկասկած շատ դժվար իրավիճակ է, ռազմաքաղաքական իրադրությունը մեկնմերթ եւ բարդանում է եւ կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է համապատասխան որոշումներ ընդունեն, նախ ճշգրիտ տեղեկություններ տալու մեր հանրությանը, որովհետեւ պետական կառավարման համակարգի պարտականությունների մեջ է մտնում նաեւ այն, որ ինչ կատարվում է Հայաստանում բոլոր ոլորտներում ճշգրիտ տեղեկություններ ներկայացնի, մանավանդ վերաբերվող անվտանգության խնդիրներին, որպեսզի նաև ժողովուրդը փառատի իր մոտ այն մտահոգությունները, որ արդյոք մեր ուժային կառույցները, մեր հայկական բանակը այսօր ի վիճակի է լինել անվտանգության երաշխավորը եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից տեղեկատվական պատերազմը եւ նաեւ հոգեբանական գործողությունները այդ պատերազմի շրջանակներում շարունակվում են, նրանց նպատակը մեկն է ճնշումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակական դարձնել դա վերաբերում է եւ ապատեղեկատվությանը եւ նաեւ այն կրակոցներին, որոնք որ իրենք մեկնմերթ իրականացնում են, թեկուզ ասենք անկանոն կրակոցներ, բայց իրավիճակի վերահսկման համար պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը։ Այս ամենը ներողություն այդ անկանոն որակումը որքան էլ տալիս է Պաշտպանության նախարարությունը, բայց մենք տեսանք անցած շաբաթ թիրախում բնակելի տուն էր հայտնի։ Ես ասացի թեկուզ անկանոն, բայց տեղեկությունները համապատասխան պետք է տրվեն եւ նրանք նաեւ թիրախային կրակոցներ են այսօր իրականացնում։ Նպատակը մի քանիսն է, առաջին հերթին կարծում եմ, որ իրենք եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության իշխանություններին փորձում են ցույց տալ, որ երկարատև խաղաղության պատրաստ չեն եւ շարունակելու են ճնշումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր, այսպես պահանջներ ներկայացնելով, պահանջների շարանը իրենց մոտ կարելի ասել, որ այսպես հերթով նշված է եւ իրենք հերթով շարունակելու են այդ ամենն իրականացնել, ինչպես խաղաղության պայմանագրի մեր հայտնի թեզերի շրջանակներում, այնպես էլ հետագա նաեւ պարտադրանքի շրջանակներում եւ երկրորդը դա հոգեբանական ճնշումն է հայ ժողովրդի վրա եւ նաեւ հայկական զինված ուժերի վրա, իմանալով, որ հայկական բանակը միջև վերջ չի իրականացրել իր մարտունակության վերականգնումը, նրանք անդադ վախի մթնոլորտ են սերմանելու մեր մեջ եւ երրորդը իհարկե ներքաղաքական խնդիրներ են իրենք լուծում, իրենց ժողովրդին եւ ցույց տալու, որ խնդիրը լուծված չէ, պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինեն ցանկացած գործողությունների։ Իհարկե նաև բարձրացնում են իրենց զինված ուժերի եւ մարտունակությունը եւ զգոնությունը։ Այս գործողություններով եւ խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանի այսպես մարտավարությամբ եւ այսպես խուսանավմամբ հնարամտություններով Ադրբեջանը լուրջ ուսումնասիրում է
աշխարհաքաղաքական իրադարձությունները, որ պահից օգտվի, եւ աշխարհաքաղաքական իրադարձությունները, որպեսզի պահից օգտվի, մանավանդ որ այն զուգորդվում է այն ճակերտավոր ասված շինծու դատավորությամբ, որ իրենք փորձում են իրավական հենք ստեղծել, հետագայում նորից կամ լայնամասշտաբ գործողությունների կամ այս կամ այն ուղղությամբ սադրանքներ կազմակերպելու մինիմում նրանց խնդիրը դա Զանգեզուրի միջանցն է, Սյունիքի հատվածով ճանապարհ բացելը եւ նաեւ իրենց պատկերացմամբ միջանցք ունենալը մաքսիմումը մշտապես մեր վրա ճնշումներ գործադրելը, զրկելը Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությունից, ինքնուրույն որոշումներ ընդունումից եւ կցորդ դարձնելը թուրք-ադրբեջանական տանդեմին եւ կարծում եմ որ այստեղ եւ մեկ բան էլ է կատարվում որ մեր հանրությունը պետք է իմանա որ տեսեք Արցախյան հակամարտության ամբողջ ժամանակահատվածում եւ նաեւ ադրբեջանական այսպես կոնֆլիկտի ժամանակահատվածում մշտապես սադրանքներ իրականացրել է Ադրբեջանը եւ 92-94 թվականներին եւ դրանից առաջ եւ ապրիլյան պատերազմի ժամանակ 2016 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ էության նա հանցագործություն է կատարել մանավանդ որ այդ հանցագործության մաս է կազմում նաեւ այն ցեղասպանությունը որ բռնագաղթեցմամբ ինքը իրականացրեց Արցախի նկատմամբ Ադրբեջանը փորձում է հանցագործի ագրեսորի պիտակը եւ նրա նկատմամբ այսպես ճնշումները նրա նկատմամբ պատժամիջոցները տեղափոխել եւ այն իրականացնել Հայաստանի նկատմամբ եւ ցավալին երևի դուք եք նույն բանը ասում ինչ ես հիմա հարցնելու եմ այս հարցում նրանց օգնում է փաստացի Հայաստանի իշխանությունը իր վարած քաղաքականությամբ օրերս հայտնի դարձավ ադրբեջանցի հանցագործը մարդասպանը որը տարեց կնոջ էր սպանել գլխատել պարզվում է նրա դեմ հայցը Հայաստանի իշխանությունը հետ է վերցրել նա այդ մասին հրապարակային հայտարարել է ու ասել է որ ելի մի քանի գործերով հետ են վերցրել այսինքն այս քայլով չտեսնելով թե ինչ է կատարվում Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում խաղաղության ընդհանրապես չձգտող փորձելով արդարացնել այդ կրակոցները անվանելով դրանք ոչ թիրախային եւ այլն փաստորեն Հայաստանի իշխանությունը նպաստում է այդ օրակարգի հաջող կատարմանը Հայաստանի Հանրապետության իշխանությունները իհարկե նպաստում են իրենց գործողություններով բայց առաջ անցնելով ասեմ որ որպեսզի մեր հանրությունը իմանա որ ընդդիմությունը մենք չենք ուզում խաղաղություն Հենց առաջինը մենք ենք խաղաղություն ցանկանում, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ եւ խաղաղության համար լիարժեք երաշխիքներ պետք է ձևավորվեն, այնպես չէ, ինչպես Փաշինյանն է ասում։ Փաշինյանը ասում է, որ անվտանգության երաշխիքը դա խաղաղությունն է, բայց խաղաղությունը դա ազգային անվտանգության հիմնարար արժեք է։ Այսինքն երաշխիքների գործադրմամբ համադրված օգտագործմամբ ձևավորված արդյունք։ Իսկ այդ արժեքները լինում են ազգային, դա մեր բանակն է, մեր ներքին ամրությունն է, մեր ռազմավարական նպատակը, հավաքական կամքը եւ միջազգային երաշխիքները, դա միջազգային հարաբերություններն են, արտաքին քաղաքականությունն է։ Կարելի է այսպես պարզ բնութագրել այս ստեղծված իրավիճակը։ Տեսեք, դատավարություն է ընթանում, այդ դատավարության մեջ կա մեղադրող կողմ դա Ադրբեջանն է, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն պաշտպանվում։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մեղադրող կողմ, որովհետև ինչպես ես ասացի, այս բոլոր տարիների ընթացքում հանցագործություն իրականացրել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իսկ հայցերից հետ կանգնելը, եթե Հայաստանի իշխանություններին Նիկոլ Փաշինյանին թվում է, թե որպես զիջման եւս մեկ կետ այդ զիջումները տանելու են խաղաղության ընդհակառակ այդ զիջումները բացում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ախորժակը եւ նրանք անընդհատ
պահանջելու են Հայաստանից միակողմանի զիջումներ, այնպես ինչպես իրականացվել է, ով Ադրբեջանի ղեկավարությանը ճանաչում է, դա նրա համար ակնհայտ է, որ այդ զիջումները լինելու են, բայց ով չի ճանաչում, ով ամեն կերպ փորձում է այդ խաղաղության, այդ փաստաթուղթը, այդ թղթի կտորը ստանալ, որը որ կարծում եմ, որ Ադրբեջանի գործողություններից երևում է, որ դա խաբկանք է, մանավանդ խաբկանք է այն պարագայում, որ ինքը հերթական ցեղասպանությունն է իրականացրել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Եվ եթե նրան թվում է, թե այդ փաստաթուղթը հնարավորություն է ստեղծելու իր պաշտոնը պահելու կամ առաջիկա կամ նախատեսվող ընտրական պրոցեսներում լինի հերթական, թե լինի արտահերթ, չարաչար սխալում է, որովհետև կարծում եմ, որ իր իմիջը, իր լեգիտիմությունը այսօրվա իշխանությունները կորցրել են եւ այդ ամեն ինչը հասկանալով էլ Ադրբեջանը մի կողմից նրան փորձում է պարտադրանքի ճնշումների ներքո պահել, բայց որևիցե մի ժամանակահատվածում հետ են ուզում նրանք գործ ունենալ, դրա համար են հանրաքվե պահանջում, այսինքն հասկանում են, որ Փաշինյանը գնացող է եւ նույնիսկ եթե որևէ թուղթ ստորագրի, դա ցանկացած պահի հնարավոր է առ ոչինչ համարի հաջորդ իշխանությունը։ Իհարկե փորձում են Փաշինյանի միջոցով ազդել հայ ժողովրդի վրա, դա միանշանակ է։ Պարոն Օհանյան, ուզում եմ շարունակելով այս անհանգիստ թեման, սահմանին կրակոցներ եւ լարվածություն, իշխանությունը մեկ անգամ չէ, որ ասել է հրաման է տրված չկրակել, իրենց հայտարարություններում նշում են եկեք միասին հետաքննենք եւ այլն, պարզաբանումներ են խնդրում Ադրբեջանից, երբ թիրախում բնակելի տուններ հայտնվել, որպես նախկին պաշտպանության նախարար երևի ձեզնից լավ այս իրավիճակը պատասխանի տեսանկյունից դժվար թե այլ գործիչ կարողանա բնութագրել, ինչպիսին է բանակի բարոյահոգեբանական վիճակը, տրամադրությունը, երբ նրան ասում են քեզ վրա կրակում են, դու չպիտի պատասխանես։ Նախկինում ես հիշում եմ, երբ կրակոցներ էին լինում, մեր պաշտպանության նախարարությունը անգամներով ավելի պատասխան էր տալիս եւ հակառակորդը լռում էր։ Հիմա ինչ պիտի արվի, որ Ադրբեջանը հասկանա Հայաստանի զինված ուժերը, հայ ժողովուրդը հավաքական իմաստով պատրաստ չէ այսպես խելոք, հլու, հնազանդ այդ կրակոցների տակ վախենալ ու կատարել բոլոր պահանջները։ Եկեք նախկինի հետ չհամեմատենք, որովհետև նախկինում հայկական բանակի վիճակը, նրա մարտունակությունը այլ է եղել եւ երկար տարիներ հայկական բանակը իր արժեվ դրված խնդիրը մարտական հերթապահություն, այսինքն սահմանների պաշտպանության գործում ակնհայտ է, որ կատարել է եւ գերազանց է կատարել, պարտադրողի դերում է եղել եւ հայկական բանակը տարածաշրջանում մրցունակ է եղել եւ հաղթանակած։ Մրցունակ դա նշանակում է, որ անդադ ինքը կատարելագործել է, անդադ զարգացել է եւ այդ մրցունակությունը եւ հերթապահության ժամանակ է ցույց տվել եւ նաեւ տարբեր ուսումնական գործընթացներում, զորավարժություններում նաեւ միջազգային զորավարժություններում, բայց կարծում եմ, որ երբ իշխանությունները ասում են, որ պետք չէ կրակել, նրանք միանշանակ ազդում են բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Նախկինում էլ տեսեք, ես որպես պաշտպանության նախարար մի քանի անգամ փորձարկել եմ, սա ես ասում եմ նրա համար, որ պատասխանի առումով, ինչու է անհրաժեշտ պատասխանել։ Մի քանի անգամ փորձարկել եմ եւ ասել, որ անկանոն կրակոցներին չպատասխանել, օրինակ 1 ամիս չպատասխանել եւ փորձել հանդարտեցնել։ Բայց երբ որ երկար ժամանակ չես պատասխանում, հակառակորդի զինված ուժերը իրենց գործողություններով պարզ ասած լկտի անում են եւ անհրաժեշտություն է պատասխանելը եւ տեսեք, երբ որ դու անդադ գնում ես զիջումների, միևնույն է այդ պատերազմը դու ստանալու ես։ Բայց այսօր
ամեն ինչ պետք է անել բանակի մարտունակությունը, նրա բարոյաքեբանական վիճակը բարձրացնելու եւ անհրաժեշտության դեպքում իրենց պարտականությունների մեջ է գրված, որ իրենք պարտավոր են պատասխանել մարտական հերթապահության մարտական կանոնադրության պաշտպանության նախարարի հրամանների մեջ նշված է, որ խախտման դեպքում համարժեք պատասխաններ պետք է իրականացնել։ Իհարկե այսօր ամեն ինչ պետք է գործադրել, որպեսզի արտաքին քաղաքականության, բանակցային հնարամտությունների օգտագործմամբ ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանց զինված ուժերը չխախտեն, բայց խախտման դեպքում մեր զինված ուժերը իրենց պարտականությունները պետք է կատարեն։ Գոյություն ունի զինված ուժերի նաև կիրառման պլաններ եւ այդ կիրառման պլանների համաձայն պարտավոր է բանակը գործել։ Ի վերջո մեր սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնխելիության համար երաշխավորն են։ Պարոն Օհանյան, խոսեցիք իհարկե դիվանագիտական ճանապարհի մասին, բայց ցավոք այս իշխանությունը գործով ապացուցել է, որ այդ հարթությունում էլ իրենից իհարկե ակնկալիք լինել չի կարող եւ հերթական հայտարարությունը արտգործնախարարությունից օրերս լսեցինք Արցախի հետ կապված, երբ հայտարարում են, որ բանակցային գործընթացից Արցախի հետ կապված հարցերը վերադարձի հարց եւ այլն դուրս են եկել, իբրև թե այդ Արցախի լուծարման մասին հայտնի հրամանագրի հրապարակումից հետո, որը Արցախի նախագահը գիտենք չեղարկել է եւ դրա մասով նաեւ մասնագետները, իրավաբանները վաղուց հստակ տեսակետ են հայտնել, կուզեմ անդրադառնալ ԿԳՆ-ի այդ հայտարարությանը եւ այն քայլերին, որոնք ի վերջո վերջին արդյունքում Արցախը էթնիկ զտման տարան եւ այս իշխանությունը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, հիմա ունենալով այդ ամենը որպես իր ժառանգություն, եթե այս բառը օգտագործենք, Նիկոլ Փաշինյանի արտգործնախարարությունը փաստորեն փորձում է մեղքը դնել Արցախի ղեկավարության վրա։ Նախ ասեմ, որ այս իշխանության գործունեության մեջ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք տեսնում ենք, որ անդադ իրենք փորձում են մեղքը գցել ուրիշների վրա։ Իրենք ընդհանուր առմամբ մեղավոր չեն այն իրավիճակի համար, որ այս 7 տարիների ընթացքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետություն նրա շուրջը։ Մեղավոր են նախկինները եւ այլն, մեղավոր են մեր ռազմավարական գործընկերները, Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է ճանաչում բոլոր իր նաև գործընկերներին։ Ինքը կարծեմ, որ այդ մեղավորության ճանաչման սահմանափակում չունի, սկսելու է դրսերից վերջացնելու նաև իր անձնական իր կյանքով մեղավորներ ճանաչելով բոլորին, բացի իրենից։ Կարծում եմ, որ այդ հայտարարությամբ, արտգործնախարարության հայտարարությամբ իրենք եւս մեկ անգամ փաստում են, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից եւ նաեւ եւս մեկ անգամ փաստում են, ոչ թե փաստում են, այլ դակում են իրենց դավաճանական եւ հանցագործ կեցվածքը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Նախ Արցախում ինչ որ կատարվել է, բոլորը ամեն ինչ կատարվել է իրենց իմացությամբ եւ Արցախի վերջին, այսպես նախագահի այդ հրամանագիրը իրավական ոչ մի հենք չունի եւ կատարվել է սաստիկ ճնշման ներքո եւ այն իրականացվել է ժողովրդի անվտանգության ապահովման, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակեր հանդիսանալ որպես երաշխավոր Արցախի համար եւ շարունակել իր գործողությունները նաեւ բանակցային գործընթացում, այս իրավիճակի մենք չէինք հասնի։ Ճանապարհային քարտեզը ակնհայտ է։ Իշխանության է եկել մի մարդ իր թիմով, որը որ կառավարման համակարգից եւ բանակցություններից ընդհանուր առմամբ ոչինչ չի հասկանում նաեւ իրավիճակի, հատկապես ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում առաջնահերթությունները որոշելուց։ Գալով իշխանության ինքը պետք է այսպես պահպաներ այն ժառանգականությունը,
որը ընդհանուր առմամբ մեր պատմության ընթացքում մենք ձեռք ենք բերել, մանավանդ նորօրյա պատմության ընթացքում, որ համապատասխան բանակցային այսպես ներուժ է ձևավորվել։ Ինքը նույնիսկ չի ուսումնասիրել եւ չի ցանկացել իմանալ, թե որ փուլում է գտնվում բանակցային այդ գործընթացը։ Դրա մասին է վկայում այն, որ ինքը ասում է, որ ես իմ սեփակ ասել էր զրոյական իմ սեփական կետից եմ սկսում եւ նաեւ այս վերջերս ասում էր, գիտեք թե փաստաթղթեր կան, ամեն մի փաստաթուղթ մենք գտնում ենք, չգիտեմ, սառնարանից, չգիտեմ, տարբեր տեղերից, սեղանի տակից, այդտեղ էլ ինքը ստում է, որովհետեւ կարծում եմ, որ այս տարիների ընթացքում արտգործ նախարարության գործավարությունը այնպիսին է եղել, որ բոլոր փաստաթղթերը պահպանված են եղել։ Ինքը թաքցրել է հմտորեն 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի համանախագահության համանախագահների կողմից այն առաջարկությունը, որը որ միջև հիմա էլ չի ուզում բացահայտել։ Ինքը բացի դրանից, ինքը ցանկացել է, որպեսզի մեր հանրությանը, մեր ժողովրդին ներկայանա, այսպես կոչված, որ ինքն է տերը մեր երկրի, մեր ժողովրդի, հա, եւ Արցախը Հայաստանը եւ վերջ այդ խոսակցությունը։ Դա նրա համար էր, որ տեղեկացնի, որ բոլորը իրեն պետք է ենթարկվեն։ Բայց հետագայում ինքը հմտորեն եւ իրարամերժ խոսքով, իրարամերժ գործողություններով, նաև սադրիչ գործողություններով երկիրը մցրել է պատերազմի մեջ եւ այդ պատերազմում էլ մատին չի խփել, ինչ որ հաջողություններ ունենալու։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդը հայկական բանակը ի վիճակի է եղել պատերազմում իր առջև դրված խնդիրը իրականացնի։ Այ կլինեն պատերազմի հանգամանքները ուսումնասիրող այդ քննիչ հանձնաժողովի տվյալները, այնտեղ մենք կներկայացնենք մեր հանրությանը, որ հայկական բանակը ի վիճակի է եղել։ Նիկոլ Փաշինյանի օրոք է, որ ինքը պարտություն է կրել եւ ես ուզում եմ մեկ արտահայտություն անեմ, առաջի պատերազմի ժամանակ էլ եթե Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ լինեին, մենք հենց առաջի պատերազմում երևի թե կպարտվենք եւ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը այդպիսի անձնավորության այն ժամանակ այսպես չի ընտրել։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, զգալով իր կողմից կատարված սխալներ ասեմ, թե դավաճանական կեցվածք ասեմ, թե հանցագործություն, որովհետեւ չուսումնասիրել բանակցային ամբողջ փաստաթղթերը, թաքցնել առաջարկությունները, Ալիևից պիտի ճշտել մանրամասները բանակցային։ Թաքցնել այդ ամենը դա հանցագործություն է։ Հիմա ինքը փորձում է այդ հանցագործությունը իր բարթել ուրիշների վրա, բարթել, չգիտեմ, նախկինների վրա, Արցախի ղեկավարության վրա, բայց իրականում միջև վերջին պահն էլ, միջև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի այդ գործողությունները ինքը տեղյակ է եղել եւ ինքը նաեւ տեղյակ է եղել ամբողջ կառավարման համակարգից։ Ինքը եթե հիշում եք, երբ Ադրբեջանը այսպես ճակերտներով ասած հակաբեկչական գործողություններ էր իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ, ինքը հայտարարեց, որ Արցախի խաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Վտանգ չի սպառնում այն դեպքում, երբ որ Արցախը մասնատված էր եւ Արցախի ողջ ժողովուրդը, ոչ միայն բանակ, այլ նաեւ խաղաղ բնակչությունը, որոնք որ սահմանամերձ բնակավայրերում էին գտնվում էին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ազդեցության տակ, կրակի տակ, ինչպես հաջողվեց Ադրբեջանին արագ կերպով մասնատել ամբողջ Արցախը։ Ադրբեջանի կողմից 44 օրյա պատերազմում տարած այսպես հաղթանակից հետո ձևավորվել էր դիրքերի մի այնպիսի դասավորվածություն, կոնֆիգուրացիա, որ նախքին համատարած անընդհատ պաշտպանությանը, անընդհատ խրամատները պաշտպանությանը փոխարինել էր օջախային պաշտպանություն, որտեղ որ
դիրքերի միջև հեռավորությունները բավականին հեռու էին, եւ Ադրբեջանը սանձազերծեց մարտական գործողություններ այդ դիրքերի արչեվում, որտեղ որ Արցախի պաշտպանության բանակը հերոսաբար մարտնչում էր, բայց գերակշիռ մարդկային ռեսուրսների պայմաններում իրենք կարողացան դիրքերի արանքով ներթափանցել ամբողջ տարածք եւ ուղակի մասնատել, կտրել բոլոր շրջանները մեկի մյուսից եւ այդտեղ ինչպիսի բանակ էլ ուզում էիր ունենալ, ինչքան էլ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ունենայիր, առանց Հայաստանի Հանրապետության աջակցության, մանավանդ 10 ամսյա այդ շրջափակումից հետո սոված առանց ապահովման համապատասխան բաների, միջոցների, նյութատեխնիկական հյուծված վիճակում ի վիճակի չէին դա իրականացնել։ Եվ այս իշխանությունը նաև այդ օրերին շատ բաց տեքստով էր հայտարարում, որ Հայաստանի զինված ուժերը Նիկոլ Փաշինյանի խոսքերն են չեն ներգրավվելու։ Նա այդ մասին էլ էր շատ ուղիղ հայտարարում այդ օրերին։ Տեսեք, ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն ներգրավվել, ինքը նաև արտաքին քաղաքականության մեջ կրավորական կեցվածք է ցուցաբերել, միայն այն խոսքը կրկնեմ նորից, որ Արցախի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, թույլ են տվել Ադրբեջանի Հանրապետությանը լայնածավալ գործողություններ իրականացնել։ Իդեպ մեր այսօրվա գործող ազգային անվտանգության ռազմավարության մեջ թեկուզ կրկնողություն լինի, բազմաթիվ անգամ ես խոսել եմ նրա մասին, նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ կանի Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Այդպես են իրենք կանխել եւ հիմա իհարկե իրենք զգալով, որ իրենք պատասխանատվություն են կրելու այդ ամենի համար, այդ հանցագործության համար, իրենք մեղքը փորձում են գցել ուրիշների վրա։ Եվ պարոն Օհանյան, Ադրբեջանի պահանջներից, չդադարող պահանջներից խոսեցինք զրույցի առաջին հատվածում, վերջին օրերին Ադրբեջանը սկսել է նորից հիշել ականապատ տարածքների քարտեզները, Հայաստանին մեղադրում է դրանք չտրամադրելու մեջ, իսկ այսօր արդեն հայտարարել է, որ միջազգային հանրությունը պիտի պատասխանատվության ենթարկի դրա համար Հայաստանին, կուզեմ անդրադառնանք նաև այս խնդրին ու նաև մյուս պահանջներին, որոնք անցած շաբաթ հնչեցրեց Ալիևը, էլի ուլտիմատիվ ոճով, խոսեց Մինսկի խմբի լուծարման մասին, խոսեց սահմանադրությունը փոխելու մասին եւ մենք տեսնում ենք, որ այդ թղթի իբրև թե համաձայնեցումից հետո էլ պահանջների շղթան չի կտրվում։ Նախ սահմանադրության փոփոխության կարծում եմ առիթ չկա առաջին հերթին Ադրբեջանը, եթե կարծում եմ տարածքային հավակնություններ ունի երկու պետությունների միջև, Ադրբեջանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունը, եթե փոփոխման կարիք ունի, կարծում եմ, ապա կարիք ունի ավելի գլոբալ ուսումնասիրման, միգուցե կառավարման համակարգի փոփոխության համար։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է Մինսկի համանախագահության այսպես լուծարմանը եւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությանը, դրանով Ադրբեջանը ուզում է ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտված է, դրանով ինքը այսպես ոչնչացնում է եւ Արցախի այսպես ծաննդյան վկայականը կամ անձնագիրը եւ Հայաստանի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն էլ անկախություն ձեռք է բերել Արցախյան պայքարի շնորհիվ Արցախյան հակամարտությունում ունեցած հաջողությունների եւ Արցախն էլ ինչպես Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզման ժամանակ Խորհրդային Միության օրենքների համաձայն հավասարապես ինքնորոշվել է այնպես ինչպես Ադրբեջանը։ Այստեղ շահերը համընկնում են նաեւ նրանում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների, որ երկուսն էլ փորձում են Արցախյան հակամարտությունը զրոյացնել, փակել այդ էջը, որտեղ երկուսն էլ այդ էջի արկայության պայմաններում պետք է պատասխանատվություն կրեն։ Ադրբեջանը
միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեր ներքին օրենսդրության շրջանակներում։ Ինչ վերաբերում է քարտեզներին, ականապատված դաշտերի քարտեզներին, դա եւս մեկ անգամ առիթ է ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ շարունակելու, որովհետեւ ըստ էության հակամարտության, այսպես գոտին, դիրքային դասավորվածությունները երկկողմանի եւ ականապատված դաշտերի իմացության վերաբերյալ տեղեկություններ ունի նաեւ Ադրբեջանի զինված ուժերը։ Իրենք քաջ գիտեն եւ իրենց ականապատված դաշտերը եւ իրենց արժեվում այն ականապատված դաշտերը, որոնք որ ունեցել է Արցախի պաշտպանության բանակը։ Եթե իրենք ուզում են, որ ականների վրա իրենց զինծառայողները կամ քաղաքացիական անձիկ չպայթեն, կարող են այդ ամբողջ գոտին փակել եւ թույլ չտալ եւ աստիճանաբար ականազերծում իրականացնել։ Բայց եթե նորից այդ հարցը բարձրացրել են, կարծում եմ Հայաստանի իշխանությունները պետք է առաջինը օղանեն իրենց ականջներին, որ ճնշումները, նոր պահանջները սահման չունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, իսկ այդպիսի հարցերի բարձրացումը ինքը նաև պետք է օգտագործի եւ մեր եւ խաղաղության պայմանագրի եւ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակներում առավել կարեւոր հարցերի մեջ պայմանավորվածություններ ունենա։ Օրինակի համար ըստ նոյեմբերի 9-ի պայմանագրի բոլոր գերիներին եւ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ վերադարձնելու Հայաստանի Հանրապետություն։ Իրենք տեսնում են, որ այդ շինծու գործընթացը ռազմաքաղաքական ղեկավարության եւ նաեւ այն գերիների, որոնք որ Ադրբեջանում են, ավելի է խորացնում եւ Ադրբեջանը դրանով փորձում է, նորից եմ ասում, իրավական հիմք ստեղծել եւ հանցագործի պիտակը դնել Հայաստանի հետագա հետևանքներով հանրապետության վրա իրավական ու ֆինանսական նաեւ այնպես որ ցանկացած այդպիսի պահանջ պետք է միակողմանի չլինի պահանջները պետք է երկուստեք լինեն եւ զիջումներն էլ պետք է երկուստեք լինեն որովհետեւ օրինակ զիջումների վերաբերյալ ազգային ժողովում իմ գործընկերները հարց ուղղեցին կառավարության ղեկին նստած անձնավորությանը գոնե գետ մեկ զիջման մասին, որպեսզի ինքը խոսի, այնպես էլ ինքը չասեց, ինքը շրջանցեց բոլոր այդ հարցերը։ Եվ վերջում, պարոն Օհանյան, կցանկանամ անդրադառնանք նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, պայմանավորված Իրանի շուրջ լարվածությամբ, վերջին շրջանում բավականին լարված է իրավիճակը, Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները եւ անգամ չեն բացառվում հնարավոր էսկալացիայի սցենարները կխնդրեմ գնահատել ձեր կարծիքով ինչպիսին է այս առումով իրավիճակը եւ Աստված մի արասցե եթե դա տեղի ունենա Հայաստանը ինչ քայլեր պիտի անի ինչպես է հնարավոր խուսափել չդառնալ այդ մեծ հնարավոր բախման ուղակի թատերաբեմ ավելի գլոբալ գնահատելու համար պետք է նաև տիրապետես հետախուզական այն տվյալներին, որոնք որ գոյություն ունեն Հայաստանի սահմաններում եւ Հայաստանից դուրս, բայց ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ տարածաշրջանային զարգացումները, որոնք որ կարող են բերել հակամարտության, պատերազմի ազդելու են Հայաստանի Հանրապետության վրա եւ դրանից միանշանակ օգտվելու է նաեւ Ադրբեջանը, քիչ առաջ ես ասացի մինիմում Զանգեզուրի միջանցքի մաքսիմում Հայաստանի վրա ամբողջությամբ ազդելու ամբողջ սահմաններով մեկ։ Այդ առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է լուրջ ուսումնասիրեն եւ առաջին հերթին կամ զուգահեռ, որովհետեւ խելացի ղեկավարության համար զուգահեռ աշխատանքի մեթոդն է։ Այն մեթոդը, որ փոխ լրացնող պայմաններում անվտանգային համապատասխան երաշխիքներ է ձևավորում։ Առաջինը դա ներքին անվտանգության ամրապնդումն է։ Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում
հայկական բանակի անվտանգության սահմանների պաշտպանության գծով ավելի լայն քայլեր կարող էին իրականացվել եւ ավելի լուրջ պատրաստության մակարդակի կարելի էր բերել մեր հայկական բանակը, բայց այստեղ ես չեմ ուզում խորանալ, ես ինքս հարմար պահի միշտ էլ պաշտպանության նախարարության ղեկավարությանը ներկայացնում եմ մեր առաջարկությունները։ Այստեղ այնպես է, որ եթե դու ինչ-որ մի բանով կարող ես նպաստել մեր պաշտպանությանը, պետք է դա իրականացնես։ Երկրորդը իհարկե արտաքին քաղաքականությունն է, պետք է արագ կերպով վերականգնել հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև պետք է տեսնենք ինչպիսի աշխարհագրության մեջ ենք առաջին հերթին մենք գտնվում, հա, մեր այն ուղղությունը, որ արտաքին հարաբերությունների մեջ այսպես ուղղահայաց ուղղությունն է, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Հայաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն մեր համար բարենպաստ ուղղությունն է, բայց այդ երկու ուղղությամբ էլ եթե լինում են ասենք սրացումներ, հակամարտությունը սրվում է, օրինակ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան ազդում է արտաքին աշխարհ դուրս գալու մեր հնարավորությունների վրա եւ փառք Աստծո, որ այսօր Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան հարաբերությունները որոշակի բարելավում են։ Եվ մյուսն էլ եթե Արևմուտք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Իրան հարաբերությունները սրվում են, անկասկած ազդելու է նաեւ մեր տարածաշրջանի վրա, բայց մեր տարածաշրջանը նաեւ լի է այլ այսպես սրացումներով, որը արտահայտում է ոչ միայն Արևմուտք Իրան, այլ Իսրայել Իրան, Իսրայել Պաղեստինա եւ այլ Սիրիա եւ այստեղ մենք առաջինը պետք է փորձենք տեսնենք ինչ դրական բաներ կան, առաջինը որ ուժային կենտրոնների միջև հարաբերությունները փորձում է բարելավվել, նկատի ունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, թեկուզ դա երկարատև process է, մանավանդ Ուկրաինայի հարցով, երկրորդը նա, որ ի վերջո Իրանի Իսլամական Հանրապետության բանակը եւ ներքին ամրությունը, պատրաստակամությունը այլ պատրաստության աստիճան ունի եւ այն հեշտությամբ չես կարող ազդել Իրանի Իսլամական Հանրապետության վրա, բայց միևնույն է, եթե սրվի մարտական գործողություններ լինեն, ապա Հայաստանի Հանրապետությանը մնում է, որ իր անվտանգությունը, իր պաշտպանությունը ուժեղացնի։ Շնորհակալ եմ, պարոն Օհանյան, զրույցի եւ վերլուծության համար, հուսանք իհարկե, որ իրավիճակը չի լարվի եւ էսկալացիայի չենք հասնի, շնորհակալություն, հարցազրույցին սպասեք վաղը։